Հուլիսի 11-ին մեր նկարահանող խումբը քրեական հետախույզների հերթական բացահայտման հետքերով ոստիկանության Էրեբունու բաժնում էր։ Անզեն աչքն էլ կնկատեր, որ տղաները առնվազն 2-ից 3 անքուն գիշեր են անցկացրել։ Բացահայտել էին հանգստյան օրերին եւ երկուշաբթի կատարված դիտավորությամբ մարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու 3 դեպք։ Առաջին ահազանգը ստացվեց հուլիսի 8-ի գիշերը։ Բժշկական կենտրոնից հայտնում էին, որ աջ գոտկային շրջանի կտրած ծակած վերքով մի քաղաքացի նոր Արեշից տեղափոխվել է բուժօգնության։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տուժածն իրենց տարածքի բնակիչ չէ։ 24 տարեկան է եւ ըստ բժշկի տեղեկանքի ի վիճակի չէ հաղորդում տալու։ Մինչ երիտասարդի վիճակը կկայունանար, քրեական հետախույզները պարզեցին դեպքի ստույգ վայրն ու որոշ մանրամասներ։ Դանակահարությունը կատարվել էր Նոր Արեշի 16-րդ փողոցի 34 տան մոտ։ Հետևողականորեն ուսումնասիրվեցին դեպքի վայրը, ստացան օպերատիվ բնույթի որոշ տեղեկություններ եւ տեսադաշտում կասկածյալ հայտնվեց։ Բայց հուլիսի 9-ի երեկոյան բժշկական կենտրոնից ստացված երկրորդ ահազանգը ոստիկաններին ստիպեց գործել միաժամանակ երկու ուղղությամբ։ Կրծքավանդակի հետին պատի ձախ կեսի, աջ եւ ձախ գոտկային շրջանի, աջ սրունքի կտրած ծակած վերքերով անհետաձգելի բուժօգնության էր տեղափոխվել Արցախի փողոցի մի բնակիչ։ Կրկին դանակահարություն էր։ Հանցագործությունների բացահայտման գործին ներգրավեցին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի եւ Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները։ Այս անգամ էլ ոստիկաններին չհաջողվեց զրուցել տուժողի հետ։ Ի վիճակի չէր, սակայն հնարավոր եղավ պարզել որոշ հանգամանքներ։ Մինչ վնասվածքներ ստանալը քաղաքացին Արցախի փողոցի 8B շենքի մոտ անհայտ պատճառով վիճել էր ինչ-որ երիտասարդների հետ։ Վեճը կռիվ էր դարձել ու հանգուցալուծվել դանակահարությամբ։ Երկու դանակահարությունների կապակցությամբ էլ նյութեր նախապատրաստվեցին, հարուցվեցին քրեական գործեր։ Բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 10-ին ոստիկանության Էրեբունու բաժին ինքնական ներկայացավ Նոր Արեշի 16-րդ փողոցի 34 տանը բնակվող 22-ամյա Հովհաննես Շիրինյանը։ Նա խոստովանեց, որ 2 օր առաջ իրենց տան մոտ ինքն է դանակով հարվածել անծանոթ երիտասարդի, երբ վերջինս միջամտել էր իր եւ իր ծանոթի վիճաբանությանը։ Այս բացահայտմամբ ոստիկանների գործը փոքրինչ թեթևացավ։ Թվում էր, թե արդեն կարելի է ուժերը կենտրոնացնել միայն Արցախի փողոցում կատարված դանակահարության բացահայտման վրա, բայց հուլիսի լույս 11-ի գիշերը հնչեց հիվանդանոցային 3-րդ ահազանգը եւ ոստիկանները կրկին ստիպված էին աշխատել երկու առանձին գործով զուգահեռ։ Կրծքավանդակի ձախ կողային շրջանի կտրած ծակած վերքով շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 30-ամյա մի քաղաքացու։ Հերթապահող օպերատիվ խմբի ծառայողներին հիվանդանոցում հաջողվեց պարզել, որ դանակահարությունը կատարվել է Արտաշատի խճուղուց Նուբարաշեն տանող ճանապարհին։ Դեռ լույսը չէր բացվել, երբ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառմամբ պարզվեց դանակահարողի ինքնությունը, որն արագ հայտնաբերվեց եւ բերման ենթարկվեց ոստիկանություն։ 18 տարին վերջերս բոլորած Նոր Խարբերդի բնակիչ Հակոբ Հակոբյանն էր։ Նա խոստովանեց, որ վիճաբանության ժամանակ ինքն է դանակով հարվածել 30-ամյա քաղաքացուն։ Դանակով խփել եմ ինքնասոցիալը կպնելու համար։ Քֆուր էր տվել ինձ։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքում հարուցվեց քրեական գործ եւ փոխանցվեց նախաքննության մարմին։ Այս ընթացքում շարունակվում էին լայնածավալ միջոցառումները Արցախի փողոցի 8B շենքի բակում կատարվածի ուղղությամբ։ Ի վերջո հաջողվեց պարզել դանակահարողի ինքնությունը։ Նույն բակի անչափահաս մի բնակիչ էր, որը վիճաբանության ժամանակ դանակով մի քանի անգամ հարվածել էր թաղեցուն ու դիմել փախուստի։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան եւ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։